Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանը Բրիտանիայի համար շախմատի տախտակի է վերածվել։ Թուրքիան էլ ահաբեկչական խմբավորումների համար ապաստան է դարձել։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Բրիտանական շախմատ Բաքվի տախտակի վրա։ Լոնդոնը թվում է իր նոր զինվորին է կոփում Կովկասում, Ադրբեջան անվան տակ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդի հանդիպանը մասնակցել է նաեւ նորանշանակ ռազմական կցորդ Գևին Թաբարդը Բաքվի բանակի հետ անմիջական կապի համար։ Պետական դումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Անդրեյ Լուգովոյի պաշտոնական ալիքի փոխանցմամբ պաշտոնական հաղորդագրություններն իհարկե խոսում են ռեգիոնալ անվտանգության մասին, բայց իրականում խոսքը Լոնդոնի հերթական ռազմաքաղաքական խաղի մասին է։ Դեռևս 2010 թվականին Անգլիան 86 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք էր մատակարարել Ադրբեջանին։ Իսկ Շուշիի հռչակագրից հետո թուրքական միջնորդությամբ բանակը ձևավորվում է ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների։ Կարճ ասած, Բաքուն դառնում է Լոնդոնի փոքրիկ, բայց խիստ հավատարիմ հենակետը Կովկասում։ Բաքվի թվացյալ արդարադատության հերթական ողբերգությունը։ Օկուպացված Գանձակում կամ ինչպես առավել հայտնի է Գյանջայում տեղի ունեցած ողբերգական դեպքը կրկին բացահայտել է Ադրբեջանի օրինականության իրական հիմքը։ Մախրասա Բաղի թաղամասում սպանվել է 2009 թվականին ծնված Վագիվ Ռաֆիբեյլին, արդարադատության ենթագնդապետ Ռովշան Ռաֆիբեյլիի որդին։ Իդեպ, Ռաֆիբեյլին երկար տարիներ ղեկավարել է Գյանջայի թիվ 2 քննչական մեկուսարանի ռեժիմային բաժինը, այն նույն տեղը, որտեղ մարդկանց իբրև թե խելքի են բերում ոչ թե օրենքով, այլ բռնությամբ։ Մի քանի ամիս առաջ նա ազատվել էր ծառայությունից, ինչպես երևում է, անգամ համակարգը չի խնայում սեփական որդիներին։ Բաքվում օրենքն ու կյանքը վաղուց արդեն տարբեր արժեքային դաշտերում են գտնվում։ Անկարայի դեսանտը Բաքվի ուղղությամբ։ Թուրքիայի 3 պատգամավորներ, որոնք մասնակցել էին ազատության նավատորմին եւ ձերբակալվել Իսրայելի կողմից, ուղևորվել են Ադրբեջան։ Այստեղ նրանք իհարկե պատիվ ունեն մեկնելու Թուրքիա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելիին հայտնել է, որ հատուկ թռչքով կշարունակվի նաեւ մյուս քաղաքացիների վերադարձքը, իսկ հնարավորության դեպքում նաեւ երրորդ երկրների քաղաքացիների տարհանումը։ Վում է Անկարայի ու Բաքվի եղբայրությունը նոր մակարդակի է հասնում։ Հիմա արդեն Թուրքիան իր պատգամավորներին էլ Իսրայելի բանտերից Բաքվի միջնորդությամբ է փրկում։ Մեկ խոսքով, մեկ ազգ, մեկ տրանսպորտային միջանցք։ Վերջին 9 ամիսների ընթացքում Թուրքիան բացահայտվել է իսլամական պետության հետ կապերի մեջ կասկածվող 3686 մարդ, որոնցից 784-ը ձերբակալվել են։ Ստամբուլում վերջերս ձերբակալվածների թվում են նաև Թուրքմենստանի քաղաքացի։ Ցանկացած երկրում նման բացահայտումները վտանգավոր են, բայց Թուրքիայում սա էլ զարմացնելու բան չէ, երբ 90-ականներին այս երկիրը ապաստան էր Հյուսիսային Կովկասի ահաբեկիչների համար, այսօր էլ, ինչպես տեսնում ենք, կենտրոնական հանգույց է ահաբեկչական խմբավորումների համար։ Ստամբուլի ոստիկանությունը խոշոր գործողություն է անցկացրել Թուրքիայի շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչների դեմ։ Թմրանյութերի օգտագործման մեղադրանքով ձերբակալվել են շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։ Հետաքրքիր է, որ ձերբակալվեցների մեծամասնությունը կանայք են, կարծես թե շոու բիզնեսի նոր չափանիշները դեռևս չեն համապատասխանում օրենքի պահանջներին։ Ադրբեջանի ԱՀԾ-ն էլ ավարտել եւ Բաքվի ռազմական դատարան է հանձնել 4 անձանց վերաբերյալ հետաքննության փաստաթղթերը, որոնց մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Ձերբակալվածներից մեկը զինվորական է։ Ադրբեջանի մի շարք հեռուստաալիքներ հայտնվել են քննադատությունների կիզակետում։ Բանն այն է, որ տարվա ընթացքում Space TV, Khazar TV եւ ARB ալիքները նախազգուշացումներ են ստացել գենդերային խտրականության քարոզի համար։ Իսկ Space TV նույնիսկ 6 ժամով լռեցվել է։ Baku TV-ն էլ իր եթերում հայտնել է, թե Աստծո օրենքն է, կինը պետք է ենթարկվի տղամարդուն։ Արդյունքում ադրբեջանական հասարակության տարբեր շերտերի կողմից հարց է բարձրացվել, իսկ ֆեմինիստները դժգոհել են, որ գուցե Բաքվի լրատվամիջոցները շփոթել են, ապրում են 21-րդ դարում, թե դեռ քարե դարում։ Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի պատմության դասագրքի լեզուն մեծապես դժվար է աշակերտների համար։
Ըստ նախարարի դասագրքի երկար նախադասությունները եւ բովանդակության անհասկանալիությունը չեն համապատասխանում 11-ից 16 տարեկան երեխաների մտածողությանը։ Արհեստածին Ադրբեջանի Մասալայի շրջանում Ադրբեջանի իշխանությունները որոշել են թալիշների բնակավայրերի անունները փոխել ադրբեջանականի։ Տեղացիները հայտնում են, որ Լերիկի շրջանում եւս 18 բնակավայրի անուններ կփոխվեն։ Նման գործողությունները Ադրբեջանում սովորական երևույթ են։ Հիշեցնենք, որ նույնիսկ ուսումնական գրքերում թալիշներն ու լեզգիները գրեթե չեն հիշատակվում, մինչդեռ պատմության մեջ մեծ ուշադրություն է դարձվում հրեական ազգի անցյալին։ Թուրքիայի Զոնգուլդակ նահանգում երկինքը որոշել է ցույց տալ, թե ինչ է իրական ցուրտ ընդունելությունը, տարածքը պատվել է կարկուտով։ Եվ եթե դա քիչ է թվում, ապա երկրի մի շարք նահանգներում, անգամ Անտալիայում գրանցվել է ձյուն։ Թվում է, բնությունն էլ է սկսել արձագանքել Անկարայի տաք քաղաքականությանը մի փոքր սառեցնելու համար իրավիճակը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։